Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը մուտք է գործում նոր փուլ, այսօր պատրաստվում ենք քննարկել, թե ներքաղաքական ինչ զարգացումներ են սպասվում եւ ինչ կարելի է ակնկալել արտաքին քաղաքականության ոլորտում։ Այսօր հյուրընկալել ենք հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանին, բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, պարոն Հարություն։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Մեհրաբյան, խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող կուսակցությունը ավելի շատ այո ձայն ստացավ, քան նախկին 21 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, բայց ընդդիմությունը ել ավելի շատ ձայն ստացավ, քան 21 թվականին էր։ Արդյունքում ձևավորված պարլամենտում, այո, իշխող ուժը պահպանեց մեծամասնությունը, բայց աթոռները քչացան։ Սա ինչի մասին է վկայում։ Սա վկայում է մի բանի մասին, որ իշխանությունը լրջագույն խնդիր ունի ընդհանրապես ռեֆորմների օրակարգի հետ, որովհետև ռեֆորմները եթե տեղի ունենային պատշաճ ձևով, ապա այդ ուժերին դուք չէիք կոչի ընդդիմություն ընդհանրապես։ Այդ ուժերը, որովհետև ընդհանրապես գոյություն չպետք է ունենային։ Այդ ուժերը քվ են ստացել։ Ներողություն։ Այս Սերժ Սարգսյանն էլ է քվ ստացել։ Բա Ռոբերտ Քոչարյանն ինչ քվներ է ստացել, հետո ինչ։ Դե մարդիկ վստահում են հետևաբար։ Չէ, մարդկանց դնում են թյուրիմացության մեջ, ձևախեղում են ընտրությունը եւ սուրոգատ սուբյեկտը դեմ են տալիս ընտրությանը եւ այո, կլինեն նաեւ քվ տվողներ, այո, բայց հենց պետության գործնել, ժողովրդավարական պետության գործնել հենց նրանում է, որպեսզի հնարավորություն չտրվի լեգալ գործունեության այն ուժերի, ովքեր սեփական պետության հաշվին ծառայում են այլ ըստ էության թշնամական պետության։ Դուք որ ուժերին նկատի ունեք եւ որ թշնամական։ Ես նկատի ունեմ ռուսական կուսակցությանը Հայաստանում որպես այսպես մի կոնգլոմերատ եւ նկատի ունեմ Ռուսաստանին, այո։ Եվ այդ ամենը էս էլ արդեն քանի ընտրություն է դեֆորմացնում է ընտրական process-ը եւ ժողովրդավարությունը Հայաստանում։ Ռուսական կուսակցություն ասելիս նկատի ունեք այսօրվա խորհրդարանական, այսինքն նոր ձևավորվող ազգային ժողով։ Եվ երեկվա եւ այսօրվա, այո։ Ընդդիմության, այսինքն ուժեղ ընդդիմության տեղը զբաղեցրած սուբյեկտներին, այո, դա ռուսական կուսակցություն է։ Վերադառնալով թվերին դուք ասացիք կառավարությունը պետք է լուրջ մոտեցում ցուցաբերի ռեֆորմներին։ Այո։ Հայաստանում դժգոհ են կառավարության աշխատանքից։ Այո, որովհետև կառավարությունը այս ընթացքում դարձել է կիսատ որոշումների պատանդը, այսպես ասենք, կիսատ որոշումների պատանդը։ Ինչը շատ վատ բան է, որովհետև ավելի լավ է ընդհանրապես չանել ու թողնել ինքն իր մահով մեռնի, քան անել կիսատ եւ չտեսնել արդյունքը եւ վատնել քաղաքական ռեսուրսը։ Արդյունքում մենք ունենք փոփոխություն ժամանակի բերումով, այո, նաև աշխատանքի արդյունք որպես այդպիսին, սակայն ֆունդամենտալ հարցերում Հայաստանը մնում է խոցելի։ Հայաստանի ժողովրդավարությունը առայժմ չի ձևավորել իր իսկ անշրջելիության ինստիտուցիոնալ երաշխիքները։ Հայաստանում դեռ չի սահմանված, թե ի վերջո լավ ինչ չի կարելի անել Հայաստանում։ Ընդ որում եթե չի կարելի, ապա չի կարելի բոլորին, որովհետև այնինչ չի կարելի եւ արվում է, մեկ էլ, ասենք, դատական իշխանության որոշմամբ պարզվում է, որ կարելի է։ Արդյունքում մենք ունենք անմեղ Գագիկ Ծառուկյան, անմեղ Ռոբերտ Քոչարյան, ել չեմ խոսում, ինչ են ասում, վաղեմության ժամկետով անմեղ լիքը մարդու։ Մենք այդ հարցերին դեռ կանդրադառնանք, երբ որ դուք ասում եք Հայաստանը շարունակում է մնալ խոցելի, ժողովրդավարություն անշրջելի, չէ, ժողովրդավարություն տանող այսպես մեր ընթացքը, հա, դուք մտավախություն ունեք, որ իշխող ուժը երբևէ ընտրությունները կկեղծի եւ հավերժ կիշխի։ Ոչ, ես նման մտավախություն չունեմ։ Ես ունեմ մտավախություն, որ ինչ որ X պահի
երբ Ռուսաստանին վռնդում ես դռնից, նա մտնում է պատուհանից ես վռնդում գալիս է օթանցքից ես վռնդում գալիս է կոյուղուց, գալիս է։ Ռուսաստանը չի գալիս միայն այն դեպքում, երբ որ գիտի, որ այլևս հնարավոր չէ գալ։ 20-րդ դարի պատմությունը նայեք։ Լեհաստան, Ֆինլանդիա ինքն էր ճանաչում իրենց ուրեմն անկախությունը, նույնը Բալթյան երկրներ, հետո ինքն էր գալիս զավթելու։ Երբ պահը գտնում էր։ Եվ Ռուսաստանի ոտը պետք է կտրվի այստեղից։ Եվ իսկ դա նշանակում է պետք է արվի երկրորդ բան, պետք է գլխովին ջախջախվի ռուսական կուսակցությունը Հայաստանում եւ լիկվիդացվի ռուսական ներկայությունը Հայաստանում, որպեսզի Ռուսաստան այլևս գալու տեղ չունենա, մի բան էլ ինչը դրական է, Աստված մեզ խնայել է, որ մենք չունենք ընդհանուր սահման Ռուսաստանի հետ։ Շատ հարցերում հանուն հանրապետության կուսակցությունը աջակցում է իշխանություններին, երբ որ դուք խոսում եք Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու մասին, բայց իշխանությունները օրինակ տակավին զերծ են մնում լյուստրացիայից։ Եվ մենք դրա մասին բազմիցս ենք խոսել, որ դա անհրաժեշտություն է։ Հետևաբար չի ստացվում, որ հենց իշխանություններն են անում շատ բան, որպեսզի Ռուսաստանը մնա Հայաստանում։ Չէ, ես դա դավադրապաշտություն է։ Իշխանությունները ուղղակի խնդրի դիագնոստիկայում ունեն լուրջ խնդիր։ Հեղափոխությունից 8 տարի է անցել, կներեք։ Հա, բայց օրակարգեր են փոխվել։ Չէ, որ ասենք Եվրամիության անդամակցության քաղաքական կուրսի մեկնարկի մասին օրենքը, ասենք թե հեղափոխության ժամանակ նույնիսկ մտածել նրան իմաստ, բայց կյանքը փոխվեցին օրակարգերը, բայց դիագնոստիկայի հետ մենք խնդիր ունենք։ Երկրորդը կարողությունների խնդիր ունենք, որովհետև մեր լրջագույն խնդրեմը հենց նրանում է, որ խնդրեմ չի համարվում, այ սա է խնդրեմը, հա։ Պարոն Մեհրաբյան, վերադառնալով ներքաղաքական զարգացումներին, առաջիկայում դուք ինչ եք սպասում, մենք կունենանք մոտավորապես նույն խորհրդարանը, ինչ նախորդ 5 տարիներին, միմյանց կքննադատեն, երբեմն կհայոյեն եւ այդպես կապրենք։ Այնպես չի, որ առաջ տենց էր։ Մենք ունեինք քաղաքական մեծամասնություն եւ մենք ունեինք փոքրամասնություն, որը թոք էր գցած պետության վզից։ Եվ ամբողջ այդ խորհրդարանում, այո, առերևույթ հայհոյանք, ձեր ասած քննադատություն եւ այլն, բայց ամբողջ խնդիրն էր, նրանք ուզում են պետությանը խեղդել, իշխանությանը թույլ չտալ որևէ քայլ անել, իշխանությունն էլ զբաղված էր նրանց բերանը փակելով եւ ինչ որ բան անելով այն ինչ կստացվի կամ այն ինչ պատկերացնում են, որ ահա այսա կարելի է անել։ Եվ չարածներն էլ դա համարվում է բալանսավորում։ Չգիտեմ ինչը ինչի հետ, երբ դուք գտնվում եք մի տարածքում եւ պետք է այդ աղբի մեջ գտնվող տարածքը մաքրեք, դուք չեք կարող բալանսավորել աղբը մաքրելու եւ չմաքրելու միջեւ, հասկանում եք։ Ընդդիմությունից հայտարարում են, ասում են, գիտեք, կարելի է ասել աննախադեպ ծավալի, այսպես քրեական գործեր են ընդդիմության ներկայացուցիչների, հա, նկատմամբ կալանավորում են, չգիտեմ, կալանավորումներ են, քանակն է իրանց վրթովեցնում։ Եվ ասում են, սա քաղաքական հետապնդում է, ձեզ չի մտահոգում։ Բացարձակ, ինձ կմտահոգի, եթե այդ ամենը մինչև վերջ չհասցվի։ Ինձ կմտահոգի։ Իսկ դուք սրանք քաղաքական հետապնդումներ չեք համարում։ Բացարձակ։ Հակառակը ես համարում եմ, որ այս 8 տարին մսխվել է հենց եւ տեղի է ունեցել այն ինչ հենց վարչապետն է ասում, քաղաքական չհետապնդում, այն ամենը ինչ պետք է հետապնդվեր, ոչ քաղաքական, այլ հենց քրեական հետապնդում պետք է իրականացվեր։ Եվ մենք ունեինք
անմեղ Ռոբերտ Քոչարյան, անմեղ Գագիկ Ծառուկյան, դա ամենայն աղաղակող օրինակներն են եւ ակնառու, հա։ Ահա, հենց գոյություն ունի նաեւ մեծամասնության իրավունք, գոյություն ունի պետության շահ, գոյություն ունի հասարակության շահ եւ չի կարող պետությունը շարունակել մնալ ինչ-որ մի օտար պետության կողմից հովանավորվող ինչ-որ սուբյեկտների բոստանի։ Ադրբեջանը ըստ էության ընտրություններից հետո արդեն խորհրդարանական կրկին վերադարձել է սահմանադրական փոփոխությունների թեմային, Բաքվից ասում են, գիտեք, մինչև սահմանադրությունը չփոխեք, խաղաղության պայմանագիր չենք կնքի, նման խորհրդարանի պայմաններում սահմանադրություն փոխելը կարծում եմ քիչ հավանական է, դուք ինչ զարգացումներ եք սպասում։ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ըստ էության մենք տեսնում ենք, որ Բաքուն նախ եւ առաջ չի ուզում միանգամից Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրի։ Նախաստորագրելն էլ չէր ուզում եւ չէր էլ անի, եթե դա չլիներ Միացյալ Նահանգները եւ իր նախագահը։ Չէր անի ուղղակի։ Հիմա նախաստորագրելով սկսում են ձգձգել ստորագրելը։ Իբր սահմանադրությունը խնդիր է։ Խնդիր չէ սահմանադրությունը։ Խնդիրը այստեղ էլի Ռուսաստանի գործոնն է, որովհետև չստորագրված խաղաղության պայմանագիրն առայժմ վաճառվում է Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանի համար ուղղակի կատաստրոֆա է վերջնական խաղաղության վերջնական հաստատումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Բայց մենք պետք է լավ հասկանանք, որ այնուամենայնիվ կան պրոցեսներ, որոնք օբյեկտիվ են։ Ի վերջո 100-ամյա պատերազմն էլ 101-րդ տարում ինչ որ ձևով վերջացավ։ Կարևոր չի ինչ ձևով։ Եվ մեր պատերազմն էլ վերջացել է, բայց կոնֆլիկտը դեռ մինչև վերջ կարգավորված չէ, կարգավորված կլինի, երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, բայց գնում են մի քանի ուղղություններով շատ կարևոր պրոցեսներ։ Այո, դե ֆակտո մենք ունենք խաղաղություն եւ ունենք խնդիր, այն դե յուրե ամրագրելու։ Սահմանադրությունը, որը մեր խնդիրն է, մենք ես եւ դուք կարող ենք վիճել, ուրիշը կարող է վիճել այս հարցի շուրջ, բայց այդ բանավեճի եւ վեճի մասնակից չի կարող լինել Ադրբեջանը։ Անկախ նրանից ինչա գրած մեր սահմանադրության մեջ։ Բայց իրենք ասում են մինչև չփոխեք շատ լավ։ Դուք ինչ զարգացում եք սպասում։ Ինչ զարգացում, ես կարծում եմ, որ կարճաժամկետ հեռանկարում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, բայց Հայաստանը պետք է ռուսական գործոնը մինչև վերջ չեզոքացնի մեր տարածաշրջանում այդ ազդեցության առումով։ Օբյեկտիվորեն էլ process-ը գնում, Ռուսաստանը շատ էպիկական ձևով տրաքում է ամենօրյա ռեժիմով եւ դա շատ լավ դրական զարգացում է։ Երկրորդը մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ղեկավարի լեզուն էլ է բացվել Ռուսաստանի հասցեին, դա եւս ես դրական զարգացում եմ համարում։ Ինչու՞։ Դա որովհետև Ռուսաստանի եւ Ադրբեջանի գործակցությունն ընդդեմ Հայաստանի հնարավոր, հա, դա Հայաստանի համար գոյաբանական վտանգ կարող է լինել։ Իսկ հակառակ process-ը դա բխում է Հայաստանի շահերից, այո։ Դուք հնարավոր համարում եք, որ Հայաստանն ու Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, սահմանները բացվի առանց խաղաղության պայմանագրի ստորագրման։ Ավելին ասեմ, ես խիստ ցանկալի եմ համարում նման զարգացումը եւ կարծում եմ, որ պաշտոնական Երևանը կարող է եւ նախաձեռնել դիվանագիտական եւ դեսպաններ փոխանակվեն։ Կարող են եւ լինել ոչ ռեզիդենտ դեսպաններ, նստեն ուրիշ երկրներում, օրինակ Թբիլիսիում։ Կամ Թբիլիսիում, կամ Աստանայում, ես չգիտեմ, դա ոնց կորոշեն, դա թեկուզ։ Եվ որովհետեւ Ղազախստանն էլ մեզ հարևան երկիր է, հա, ըստ էության։ Ադրբեջանով, այսպես ասեմ։
Եվ բացի դրանից էլ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ուղիղ ամենամեծ շահառուն դա Ղազախստանն է։ Առաջին հերթին, որը դուրս է գալիս այդ ռուս-չինական աշխարհագրական բուտերբրոդի միջից, հա? Եվ ճանապարհ է ստանում ավտոնոմ, քաղաքականապես չծանրաբեռնված եւ գրավականն է իր անկախության եւ սուվերենության պահպանման։ Այստեղ ես տեսնում եմ, որ Հայաստան-Ադրբեջան process-ը այնուամենայնիվ մի քանի ուղղություններով առաջ կգնա, դա դելիմիտացիան, դեմարկացիան է, դա ապաշրջափակման հարցն է, դա փոխադարձ առևտուրն է, հողշահավետ, հա, այսպես ասենք։ Եվ ինչու ոչ, այդ ամենը մշտական այսպես համակարգման ռեժիմի մեջ դնելու համար դիվանագիտական հարաբերությունները նաև դրանք ամրագրում են բարիկամքի առկայությունը։ Սպասում եք դուք, որ կհաստատվի առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ։ Ես ակնկալիք ունեմ, որ պաշտոնական Երևանը նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ, որովհետև սա այն դեպքն է, երբ Ադրբեջանին դժվար կլինի սա մերժելը։ Պարոն Մեհրաբյան, Ռուսաստանի ղեկավարությունը նախագահ շնորհավորեց, հա, վարչապետ Փաշինյանին, իշխող ուժին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի արդիվ եւ եթե չեմ սխալվում, սա աննախադեպ, հա, մի իրավիճակ է հայ-ռուսական ժամանակակից նկատի ունեմ 91 թվականից ի վեր։ Ռուսաստանը ըստ էության տնտեսական պատժամիջոցներ է կիրառում ԵԱՏՄ անդամ այլ երկրի Հայաստանի նկատմամբ։ Դուք ինչ ընթացք եք սպասում հայ-ռուսական հարաբերություններում առաջիկա ամիսներին, ինչ տեղի կունենա։ Ես կավելացնեմ, որ Ռուսաստանը ոչ թե ընդհանրապես չի շնորհավորում, Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքը։ Չի ճանաչում։ Այնպես ինչպես մինչ այս պահը Ռուսաստանը չի ճանաչում Հայաստանի սահմանները։ Սա փաստ է, որը ես արձանագրում եմ։ Ստացվում է դա ճշտամական ակտ է Հայաստանի։ Դրա համար այստեղ նաև հարց է առաջանում, թե մենք ասենք ոնց ենք հարաբերություններ պահպանում Ռուսաստանի հետ առանց վախենալու, հա? Որովհետև եթե բազային տվյալները սրանք են, ապա հարաբերությունները այս աննորմալ եւ անիմաստ եւ անողոք ծավալի հարաբերություններ պահպանելը ինքնին վախենալու է, քան գնալ դրա կրճատման, որովհետեւ ես համոզված եմ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հաստատապես կարող են լինել մոտավորապես Ռուսաստան-Էստոնիա հարաբերությունների մակարդակի եւ ծավալի, եւ դա միայն լավ կլինի Հայաստանի համար։ Արևմուտքի հետ մենք տեսնում ենք, որ հարաբերությունները վերջին տարիներին էապես խորանում են։ Աննախադեպ։ Այո։ Այդ հարաբերությունները զարգանում են անվտանգային ոլորտում, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, քաղաքական ոլորտում, բոլոր ոլորտում։ Այո։ Հիմա նաև շատ ակտիվ Եվրամիության հետ տնտեսական ոլորտում շնորհիվ Ռուսաստանի որոշումների պատժամիջոցներ կիրառելը Հայաստանի նկատմամբ։ Դուք սպասում եք, որ նման արագությամբ բոլոր կենսական ուղղություններով խորացող այդ հարաբերությունները ավելի ինստիտուցիոնալ բնույթ կգրեն եւ Հայաստանն ու Եվրոպական միությունը օրինակ կորոշեն վերաձևակերպել իրենց հարաբերությունները, նոր կարգավիճակ տալ այդ հարաբերություններին։ Դա եւից ոչ թե սպասում եմ, այլ համարում եմ կենսական անհրաժեշտություն, ռազմավարական առաջնահերթություն, հրամայական, որովհետեւ սա բացված պատմական պատուհան է, որ Հայաստանը պետք է օգտվի։ Եվ
Դա ես հնարավոր եմ համարում միայն այն ժամանակ, երբ Հայաստանը դե յուրե դուրս կգա բոլոր ռուսակենտրոն կազմակերպություններից, ինչպիսին է այդ անբարեհունչ այդ հապավումներով, հա, այլ ԱՊՀ, ՀԱՊԿ, չգիտեմ, ԵԱՏՄ, ըստ դրանք չեն էլ աշխատում, բայց դրանք խիստ բացասական գործոններ են Հայաստանի եւ իր համախոհ գործընկերների հետ հարաբերությունների խորացման համար, որովհետեւ Հայաստանի մնալը այնտեղ այո կարող է դիտարկվել որպես ռազմավարական երկիմաստություն, ռազմավարական անորոշություն, դե դուք անորոշ եք, մենք էլ ենք անորոշ, հա մի քայլ առաջ կանենք այնուամենայնիվ, բայց դա ավանս է։ Հայաստանը շատ պարզ բանաձև, Հայաստանը պետք է գնա գործարքի արևմուտքի հետ, գործարքը հետևյալն է, ինձ պետք է տնտեսական զարգացում, դիվերսիֆիկացիա եւ ներդրումներ, ինձ պետք է զենք եւ անվտանգություն, ես դառնում եմ ձեր 100%-անոց գործընկեր, կուզեք սա գործարք համարեք, խնդրեմ, հիմա այսպես տրանզակցիոն քաղաքականության դար է, կուզեք դա համարեք ուղղակի ռազմավարական հաշվարկ, որը նաև ունի արժեքահեն, այսպես հիմքեր, խնդրեմ, կարևոր չի, արդյունք Պարոն Մեհրաբյան, ես հիշում եմ, որ 90-ականներին Հայաստանը նման գործարքի գնաց Ռուսաստանի հետ, մենք մեր անվտանգությունը կապեցինք բացառապես մի ուժի կենտրոնի հետ եւ 2020 թվականին դրա արդյունքները քաղեցինք։ Ձեր ասածը վտանգավոր չէ։ Չէ, որովհետեւ մենք խիստ տարբեր բաների մասին ենք խոսում։ Չի կարելի Ռուսաստանը եւ Արևմուտքը դնել նույն հարթության վրա։ Ներողություն, Միացյալ Նահանգները բավականին արագ թողեց Աֆղանստանը, հեռացավ, ես Մենք Աֆղանստան չենք։ Տեսեք, Աֆղանստանը տրանզակցիոն գործընկեր է եղել։ Եվ Աֆղանստանը եվրոպական երկիր չէ։ Չի էլ եղել։ Մենք եվրոպական երկիր ենք, մեր եվրոինտեգրումը, եվրոատլանտյան կառույցներին ինտեգրվելը դա մեր անցած պատմական եւ մշակութային էվոլյուցիայի ուղղակի իրավաբանական ամրագրումն է դառնալու, հա, այսինքն մի բան, որը պատմությունից գալիս է եւ հանգում է իր տրամաբանական վերջաբանին, որովհետեւ Հայաստանը Եվրոպայի ապրիորի մեր պատմությունը, մեր մշակույթը Եվրոպայի պատմության եւ մշակույթի մաս է, հետեւաբար մենք որպես երկիր, այո, եվրոպական ազատ ժողովուրդների ընտանիքի մաս պետք է դառնանք եւ մենք տեսնում ենք, որ եթե դուք ճիշտ եք, ապա ինչ են անում այնտեղ 32 երկիր։ Եվ ասենք որ խոսքը դրախտի մասին է, իհարկե ոչ, բայց գոյություն ունեն ստանդարտներ, գոյություն ունեն մոտեցումներ, գոյություն ունեն արժեքներ, որոնք մենք արդեն իսկ համարում ենք մերը, այսինքն համարում էինք, բայց հիմա արդեն պաշտոնական մակարդակով ենք համարում, հիմա այս ամենը այո պետք է ինստիտուցիոնալ զարգացում տրվի։ Այս ամենը իհարկե իսկ ով է ասել, որ մենք խոսքը վերաբերվում է Եվրոպայում ինչ որ ակվարիումի մեջ մտնելուն։ Եվրոպան ինչ բաց չի ամբողջ աշխարհի առաջ, բայց Եվրոպան կենտրոնական Ասիայի հետ, որը Եվրոպա չի, ռազմավարական գործընկերություն չունի, ունի, մենք էլ կունենանք։ Հնդկաստանի հետ չունի, ունի, մենք էլ կունենանք։ Ճապոնիան Եվրոպա չի, ունի, այո, մենք էլ կունենանք։ Կանադան Եվրոպա չի, այո, այդ կարծրատիպերը, որոնք նաև սերում են Մարգարիտա Սիմոնյանների եւ Ֆիլոսոկրատների մտավարժանքներից,
կապ չունեն գոյություն ունեցող աշխարհի հետ, հասկանու՞մ եք։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ հյուրընկալել էինք Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանին, եթերում Կիրակին էր, կհանդիպենք։